Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող Hella Systems ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ, չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող Իգոր Սաքանյան Ալիկի Աձեն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում առանց համապատասխան թույլտվության։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։ Տրանսպորտի ոլորտում երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուսներ, որոնք փոխարինել են մասնավոր հին Hyundai ավտոբուսներին։ Այդ մասին ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այդ ավտոբուսները տարողունակությամբ ավելի մեծ են, բնապահպանության տեսանկյունից ավելի արդյունավետ, համեմատած նախորդ ավտոբուսներին, ընդգծեց Ավինյանը։ Նա նշեց, որ ավելացել է նաև տրոլեյբուսների քանակը։ Այս տարի ունենք 45 տրոլեյբուսի գնման ծրագիր, որի կանխավճարը շուտով փոխանցելու ենք և 2026 թվականի առաջին եռամսյակում ակնկալում ենք 45 տրոլեյբուսի ներդրում ցանցում, որը մեզ հնարավորություն կտա ամբողջապես տրոլեյբուսային մեր ցանցը թարմացնել, ասաց Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետը հայտնեց, որ կիրականացնեն 250 ավտոբուսների ներմուծում, որոնք 18 մետրանոց են և էլեկտրական։ Անդրադառնալով միասնական տոմսային համակարգին Տիգրան Ավինյանն ասաց. «Այս տարի ամբողջապես ներդրել ենք միասնական տոմսային համակարգը իր բոլոր խնդիրներով և թերություններով և պետք է հասկանանք, որ 35 տարվա համակարգից անցում է կատարվել անկանխիկ տարբերակով համակարգի, որը նաև այս պահին նույնիսկ թղթային որևէ կրիչ չունի։ Այսինքն մենք կարողացել ենք փաստացի այս ծրագիրն ամբողջապես իրականացնել»։ Վերազգային կորպորացիաները համաշխարհային տնտեսական զարգացումների առանցքային բաղադրիչ ու խթան են հանդիսանում գլոբալ տնտեսական իրողությունների վրա ունենալով բազմավեկտոր և բազմաշերտ ներգործություն։ Մասնավորապես համաշխարհային տնտեսական զարգացումների վրա վակ ազդեցության վերլուծությունը կենտրոնացվել է հետևյալ հիմնական ուղղություններով. տնտեսական աճ և օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր, գլոբալ և տարածաշրջանային արժեշղթաներ, տեխնոլոգիաների և նորարարության փոխանցում, թվայնացում, զբաղվածություն հմտությունների և կարողունակության զարգացում, ֆինանսական կայունություն և հարկային քաղաքականություն, միջազգային տնտեսակարգի, ինստիտուտների և նորմերի վրա ազդեցություն։